12-օրյա պատերազմի ավարտ, հրադադար թե որոշ ժամանակով հանգիստ են վերցնում իրանա-իսրայելական կողմերը սխալները վերլուծելու եւ հետագայում եւս հնարավոր ռազմական պլաններում ճիշտ գործողություններ կատարելու համար։ Իրանական եւ իսրայելական լրատվամիջոցները հակասական լուրեր տարածեցին։ Մի դեպքում նշելով, թե հրադադարը երկու երկրների միջև պատերազմն ավարտված է, բայց եւ համացանցում կադրեր տարածվեցին, որ իրանական եւ իսրայելական կողմերը շարունակում են հրթիռակոծել միմյանց տարածքները։ Միջազգային մամուլը գրեց, թե Իրանն առավոտյան հարվածները հասցրել Իսրայելին։ Հրթիռներից մեկը հարվածել է Բեր Շևայի 7 հարկանի շենքին, կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելական լրատվամիջոցները հաստատեցին 3 հոգու մահը։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն տարածեց, թե Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել լիակատար եւ տոտալ հրադադարի շուրջ։ Յուրաքանչյուր հրադադարի ընթացքում մյուս կողմը կպահպանի խաղաղությունը եւ հարգանքը։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ եւ ոչնչացնել ամբողջ մերձավոր արևելքը, բայց դա տեղի չունեցավ եւ երբեք տեղի չի ունենա։ Աստված օրհնի Իսրայելին, Աստված օրհնի Իրանին, Աստված օրհնի մերձավոր արևելքը, Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Աստված օրհնի աշխարհը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ երեքշաբթի առավոտյան հայտարարեց, թե Իսրայելը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հրադադարին, քանի որ իր երկիրը բոլոր ռազմական նպատակներին հասել է։ Իսրայելը վերացրել է անմիջական գոյության սպառնալիքը երկու ճակատով, թե միջուկային ոլորտում, թե բալիստիկ հրթիռների։ Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման, եթե անհրաժեշտ լինի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւս հաստատեց Թրամփի հայտարարությունը Իրանի եւ Իսրայելի ռեժիմի միջև հրադադարի վերաբերյալ։ Մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները Իսրայելի ագրեսիան պատժելու նպատակով շարունակվեցին մինչև վերջին պահը առավոտյան ժամը 4-ը։ Իրանի ամբողջ ժողովուրդը պատասխանեց թշնամու ցանկացած հարձակման մինչև վերջին պահը։ Իրանի զինված ուժերը երկուշաբթի երեկոյան հրթիռներ են արձակել Կատարում գտնվող ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազայի վրա՝ ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածների։ Քաղաքագետ վերլուծաբանների դիտարկմամբ ի հեճուկս ԱՄՆ պահանջների Իրանը չհանձնվեց։ Հակառակը մինչև վերջին վայրկյանը շարունակեց ուժգին ու ցավոտ հարվածներ հասցնել Իսրայելին։ Իրանա-իսրայելական պատերազմի վերջնարդյունքում ըստ քաղաքագետների Իրանի բալիստիկ հրթիռները եւ միջուկային ծրագրերը ոչնչացված չեն։ Կարևորը այն է, որ գիտնականները, ովքեր աշխատում էին այդ ծրագրի վրա, դեռ կան, ողջ են, նրանց գիտելիքները պահպանվում են ինստիտուցիոնալ կերպով։ Իրանում քաղաքացիական պատերազմ չբռնկվեց, հիմա իրանական հասարակությունն ավելի համախմբված է, պետականությունն ու իշխանությունն ավելի ամուր, քան մինչև Իսրայելի հարձակումը։ Իսրայելը ինքն է կրել վիթխարի կորուստներ, չհասնելով իր հայտարարած նպատակներին։ Կարևոր չի, թե Նեթանյահուն կհայտարարի իր այդ արկածախնդրությունը հաղթանակ, թե ոչ արդեն իրականում հայտարարել է, թե դա մեծ հաղթանակ է, ոչ մի հաղթանակ էլ չկա։ Իրանում ըստ քաղաքագետի հասկացել են, որ Ադրբեջանը Իսրայելի հավատարիմ դաշնակիցն է եւ թշնամական մտադրություններ ու ծրագրեր ունի, եւ սա առաջիկայում շոշափելի հետևանքներ կունենա թե Իրանի եւ Ադրբեջանի, թե Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում։ Քաղաքագետի դիտարկմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հաշվարկները սխալ դուրս եկան եւ այս պայմաններում Հայաստանը կարող է որոշ ժամանակ շունչ քաշել։ Ըստ քաղաքագետի Ադրբեջանը հազիվ թե համարձակվի ներխուժել Սյունիք։ Հայաստանին կրկին ժամանակ է տրվել ներքին գործերը կարգավորելու եւ համապարփակ ինքնապաշտպանությանը պատրաստվելու համար։ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ մոմավառություն են իրականացրել, իրենց զորակցությունը հայտնելով Իրանի ժողովրդին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։